Հիշարժան օր է, առաջին հանրապետության օրը, Սարդարապատի հուշահամալիր, այսօր դե պարզ է օրվա խորհուրդը ինչ է պահանջում, բայց ես մի արտահայտություն եմ առանձնացրել Հայաստանի վարչապետից, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Հնչում է Սարդարապատում, հետաքրքիր է, չէ՞։ Առաջին հայացքից ողջունելի, շատ ցանկալի, բաղձալի հայտարարություն է, նախ ես եւս շնորհավորում եմ մեր ազգին, խորհրդանշական օր է, պատիվ ունեմ այսօրով ձեր տաղավարում գտնվել։ Ինչպես ասացի, այո, շատ լավ հայտարարություն է, որպես այդպեսին, ուղղակի բովանդակություն է ցավոք այդպեսին։ Դե բանակցողն է ասում, այդ իմաստով։ Եթե ասում է ինչ որ մի բան գիտի կամ կա ինչ որ պայմանավորվածություն, որ այդքան վստահում է, ընդ որում դա արդեն որի՞որդ անգամ ասում է։ Բայց եկեք ուրիշ բան ձեզ ասեմ, ընդամենը 2 օր առաջ Երևանյան երկխոսության ժամանակ այնտեղ լրիվ հագասական բաներ էր ասվում։ Օրինակ ասվում էր, որ ձեր մեջ բերածներ ասվում, որ բացառվում է պատերազմ, որտեղ պատճառ չկա այլևս, բայց միաժամանակ 2 րոպե անց ասում էր, որ ադրբեջանական ծավալապաշտական նկրդումների նաև վերջ չկա, որովհետև սուվերեն Հայաստանի տարածքը դերևս իրենք անվանակոչում են Արևմտյան Ադրբեջան, հետևաբար դա առավելապաշտական նկրդում է եւ դա իրենց քաղաքական օրակարգի բաղադրիչ է։ Ընդ որում դրա մասին նորից է ակտիվացրել Ադրբեջանն այդ թեման, որից ինչ-որ առժամանակ հրաժարվել է։ Ընդ որում ներառելով նաև իրանական կողմը այստեղ, հա, տեսնես։ Տեսեք, ալբանական հանդիպման անմիջապես հետևեց Օրբանի հետ հարցազրույցը։ Կապը այդտեղից է գալիս ձեր ասած հարցադրման հետ կապված, նայեք, Ալբանիայում հայտնի կոֆեի ընդմիջումից հետո Օրբանի հետ հանդիպման ժամանակ Ալիևը հստակ ասաց, որ ճար չկա, այսպես ասած, ժողովրդական լեզվով։ Վաղ թե ուշ երկու պայման բավարարելու են, խոսքը վերաբերում էր սահմանադրության փոփոխության եւ դա այնքան վստահ էր ասում, որ տպավորություն էր, որ կա արդեն իսկ համաձայնություն։ Եվ երկրորդը, որ Մինսկի խմբի լուծարումը դա սարերի հետևում չի, որի մասին գիտենք նա վարչապետը ոչ միայն ակնարկել է, այլ միական նույնիսկ Բայց Հայաստանը ուրիշ բան է առաջարկում, ասում է բերեք անենք միաժամանակ։ Մենք գիտենք ինչ է ասում եւ ակնարկը գիտենք հայկական կողմից։ Մինսկի խումբը եւ տեքստը։ Տրամաբանական բան է ասում հայկական կողմը, ուրե որ չասեր նման բան։ Եվ այստեղ նաև ակտիվացել է ոչ միայն նաև ձեր մեջ բերած ակտիվացել նաև 300,000 ադրբեջանցի այսպես կոչված փախստականների վերադարձի հարցը։ Ընդ որում շատ բարձր մակարդակով է դա, ու ընդ որում այդ հարցը արդեն այնքան են իրենք լեգիտիմացնում, միջազգայնացնում։ Ու առավել եւս, երբ որ հայկական դիվանագիտությունը այս հարցում ինչ որտեղ կաղում է, մեղմ ասած կաղում է, որտեղ մենք չենք խոսում Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, չենք խոսում Շահումյան, Նախիջևան 120,000 էթնիկ արցախահայերի մասին, ստացվում է, որ մենք խոսելու փոխարեն Ադրբեջանն են մի նարատիվ առաջ տանում, որը այս պահին, նորից եմ կրկնում, միջազգայնացնում է ու պահանջի տեսքով է ներկայացնում։ Տեսեք, ենթադրենք, ձեր ասածը դառնում է ի վերջո պահանջ երկու երկրների միջև, որոնք համաձայնում են, որ պետք է բացեն սահմանները եւ ոչ թե ձեր նշած 300,000-ը զորքի ուղեկցությամբ պետք է գա Հայաստան։ Քաղաքացիականով են գալու։ Քաղաքացիական, հասկացանք։ Մարդը ինքը պետք է, ադրբեջանցին ինքը պետք է ընտրի, չէ՞ որտեղ ապրի։ Պետք է ասի, օրինակ, Ամասիայի լեռներում ես տուն եմ ունեցել, ուզում եմ գնալ այդ տունը։ Նույն սկզբունքով Սումգայիթի, Բաքվի հայը կարող է որոշել, որ ինքն էլ Բաքվում տուն ունի եւ պետք է գնա կամ Կիրովաբադում տուն։ Եթե դուք հղում եք տալիս։ Ես ասում եմ այն պայմանով, որը տրամաբանությանը մոտ է, չէ՞։ Դա տրամաբանական է, եթե դու թույլատրում ես քո սուվերեն տարածքում կամ վերաբնակվել, բայց այն պայմանով, որ իրենք ընդունում են, որ իրենք գալիս են, ասում է ես տուն եմ ունեցել ինչ որտեղ։ Հիմա դուք պատկերացնում եք, հասկանալի է այդ մասին նաև ազգային ժողովի նախագահն էր ակնարկում, որ 5 րոպե հետո հենց խաղաղության պայմանագիրը կնքվի, առևտուրել են անելու ամենալավ ձևերով շփումը վերսկսվելու են, ոնց որ ժամանակին Սովետ Միության ժամանակ։ Թույլ տվեք խիստ կասկածել։ Հա, կասկածելի է։ Մեղմ ասած։ Այս տասնամյակների թշնամանքը հնարավոր չի։ Անտագոնիզմը թշնամանքը այն աստիճան է, որ ես ինքս տեսեք, մտածում եմ այդ ուղղությամբ, հարց եմ ուղղում ինձ, բոլորին, ժողովրդին, հա, ով է պատրաստ այսօր գնալ Բաքվում, Սումգայիթում,
Գանձագում, Գյանջայում ապրել։ Արդեն Արցախը մոռացանք, չէ՞։ Հələ Արցախը, հա, ել չեմ ասում Արցախի։ Տեսեք, Արցախ չեն գնում, ելուր Բաքու գնան։ Իսկ ինչու եք մտածում, որ ադրբեջանցին գալու է։ Չէ, բայց մենք չենք շարժվել, չէ՞, տրամաբանությամբ։ Եկեք ընդունենք, որ Ալիևը հիմա վերաբնակեցնում է Արցախը։ Մենք ովք ենք, իշխանությունը թե մենք։ Մենք մտածում ենք, շատ ճիշտ է, եկեք տարանջատենք հիմա, հա, այդ puzzle-ը միասին հավաքենք։ Նախ գանք նրանից, որ դա փոխադարձ սկզբունքով պահանջ չի եղել։ Այսինքն երբևիցե որևիցե հարտագում Ալիևի շուրթերից չի հնչել, որ դա տրամաբանորեն պետք է սիմետրիկ լինի, այսինքն հայերն էլ դա մեր մեղքն է, որ դա մեր մեղքն է, մեր մեղքը չի դա։ Հələ առանձին եմ դնում, դրա համար եմ ասում, կաղում է հայկական դիվանայությունը այդ մասով, չի բարձրաձայնում, բա մեր վերադարձի մասը, մեր ժողովրդի։ Հիմա դրան առնչվող մի կարևոր հանգամանք, ասեք, ինչ եք ասում։ Հիմա գալիս ենք երկրորդ հանգամանքին, այսինքն մենք պաշտոնապես չենք ակնարկում, անգամ չենք ակնարկում դրա մասին։ Երկրորդը անվտանգության, տեսեք օրինակ Ալիևը, երբ որ ասում է պետք է 300,000-ը վերադարձնել, պետք է ասում է Հայաստանը պետք է ապահովի անվտանգությունը երաշխավորի նրանց, այսինքն Աստված չարացե մեկի քթից արուն գա, պարոն Մանացականյան։ Դուք պատկերացնում եք, մենք խոսեցինք, որ քաղաքացիականներ են գալու ինքնակամ։ Եվ դուք պատկերացրեք 300,000 ադրբեջանցիները Հայաստանում, դա դեմոգրաֆիական լուրջ խնդիր է։ Ես վտանգների մասին չխոսում։ Մենք խոսում ենք չլինող բանի մասին։ Մենք հիմա խոսում ենք մի բանի մասին, որը որ Կիկոսի մահ է դառնալու հետո։ Այո, բայց տրամաբանորեն վտանգավոր թեզ էինք իրենց։ Գանք ավելի կարևոր հանգամանքի։ Ինչ է նշանակում, եթե սահմանադրական դատարանը չճանաչի խաղաղության տեքստը։ Կգնանք սահմանադրական հանրական։ Դա նշանակում է շատ ուղիղ པարզ ձևով ասեմ։ Դա նշանակում է, որ ընդհանուր մինչև սահմանադրությունը, այսինքն որպես այդպեսին մայր օրենքը չհամապատասխանի այդ խաղաղության պայմանագիր ասվածին, եթե սահմանադրական դատարանը որոշեց, որ չի համապատասխանում։ Եթե ասեց, այդ եմ ասում, եթե ասում է նույնիսկ չհամապատասխանի, կհամոզենք, բառացեմ ցիտում վարչապետին, ասում է կհամոզենք ժողովրդին, որ պետք է փոփոխության գնանք սահմանադրության, որբիսի այդ դրույթները բերենք նրան, որբիսի խաղաղության պայման, այսինքն մայր օրենք է փոխում։ Ժողովրդի համոզվելուց է կախված, համոզվի թե մայր օրենք է փոխելու հանուն նրա, որ խաղաղության պայմանագիր ասվածը կնքի։ Ինչի մասին էր Լավրովի այցը։ Ես մոտենում եմ մեկ ուրիշ հանգամանքի կարևոր։ Տեսեք, նախ Լավրովի այցը որպես այդպեսին արողակարգային հերթական այց էր, ես ենթադրում եմ կկապեք վերջին ինչ որ վերջին իրադարձությունները կոնկրետ ինչն է ակնարկում, ասեմ։ Ինչ դրվագ կա։ Հայ-ռուսական հարաբերություններում կա ընթացակարգ, որը որ արողակարգային բնույթ է կրում, Լավրովը պետք է գար Հայաստան ըստ արողակարգի։ Դրա համար էլ որպես այդպեսին, երբ որ ուշով հետևում ենք մասնագետներով, թե այնտեղ կոնկրետ ինչ թեմա պետք է քննարկվեր, այնտեղ լուրջ որպես այդպեսին թեմա չքննարկվեց, լուրջ, այսինքն ինչ որ հուշագիր չստորագրվեց, ինչ որ միջպետական պայմանագիր չվանալվեց։ Փորձագետների մեծ մասը կարծում են, որ Ռուսաստանը գնում է վերաֆորմատավորման հայ-ռուսական հարաբերությունների։ Դուք կասեք, իրենք կասեն վերաֆորմատավորման, մենք կասենք վերբեռնման։ Հիմա էական այն է, որ այս րոպեին գուցե եւ բնական է, որ այստեղ է առաջանում հարցը, ինչու եւ ինչ նպատակով։ Դե պետք է հասկանանք միջպետական հարաբերություններում ընդհանրապես ճգնաժամ կա, որի մասին ակնարկվում է շատ։ Ես կարծում եմ, որ ոչ։ Առաջին հայացքից դեմոնստրացվում է, որ հակառուսական տրամադրվածություններ կա, գեներացվում է նման իրավիճակ, բայց պարոն Մանացականյան, ես գետնի վրա չկա դա։ Ոչ։ Բավական, եկեք այսպես ասեմ։ Այն խոսույթը, որ միշտ պատտվում է հայ-ռուսական այդ ճգնաժամ ասվածի մասով։ Խոսում են, չէ, բազան կհանեն, այնպիսի ճգնաժամ են ցույցադրում, որ հիմա ուր է հայ-ռուսական հարաբերությունները, այնպիսի ջրբաժան է ապրում։ Ո՞վ է խոսում։ Հանրությունն է խոսում, ընդդիմությունն է խոսում, իշխանության ինչ որ մարդիկ են խոսում, հա, հակառուսական տրամադրություններ գեներացնելու համար։ Փաստացի բազան տեղում է, Կրեմլից գալիս գնում են բարձրաստիճան ղեկավարություն, մենք գնում գալիս ենք, կապը կա, առևտրաշրջանառության ցուցիչները նայեք, ամենաբարձրն են, տնտեսական աճը կա, ամեն ինչ բնական, Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, Մաքսային միության անդամ է, հապկից դուրս չի եկել, նպատակ չկա։ Այսինքն բնականon հունով գնում է, ուրիշ բան թե ոնց են ներկայացնում ժողովրդին, կամ ժողովուրդը ոնց է ընկալում։